Կենտրոնական բանկը իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սա բանկային համակարգի վրա ինչպես կարող է անդրադառնալ։ Դա, ինչպես գիտեք, բավականին ժամանակ է արդեն ինչ տեղի ունեցել եւ Կենտրոնական բանկը շարունակում է իրեն կողմից տարվող մեր կարծիքով շատ ճիշտ քաղաքականությունը այն առումով, որ շատ փոքր դոզաներով ժամանակ առ ժամանակ իջեցնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ դա կարող է երևի թե խոսել այն բանի մասին, որ էլ ավելի ես կասեի կայունացում է գնում, դուք ինչպես տեսնում եք եւ շատ անգամ ասվել է, որ մեր հարևան երկրներում, ինչպես տեսակ ընդհանրապես ռեգիոնում բավականին անկումներ տեղի ունեցան փոխարժեքների, ազգային արժույթների, այդ առումով Հայաստանի մեր արժույթը մնաց բավականին կայուն, դեռևս երկար ամիսներ առաջ դուք գիտեք մի 15%-ով իհարկե արժեզրկվեց, բայց հիմա շատ կայուն է։ Այդ կայունությունը իմ կարծիքով դրականորեն է ազդում միանշանակ եւ տնտեսության վրա եւ բնակչության։ Այսօր ոչինչ չի խոսում այն բանի մասին, որ մոտակա ապագայում կարող է տեղի ունենալ կտրուկ տատանումներ եւ մասնավորապես հայկական արժույթի անկում դոլարի նկատմամբ չեմ տեսնում։ Ապրիլյան պատերազմը բոլոր ոլորտների վրա ինչ-որ ազդեցություն ունեցավ, բանկային համակարգը տուժեց արդյոք, ինչ ազդեցություն ունեցավ բանկային համակարգին։ Տուժելու մասին բարդ է ասել, այն մի բան կարող եմ ասել, որ բանկային համակարգը բնական է յուրովի իրեն ոլորտում անդրադարձավ այդ հարցին եւ ինչպես դուք գիտեք, արդեն դա բավականին ասվել է եւ արծարծվել է, չնայած տեղ-տեղ էլ լրատվական միջոցները աղավաղումներ են մտցնում, բոլոր բանկերը պրակտիկորեն որոշում կայացրեցին, որ զոհված զինվորների, ազատամարտիկների եւ բոլոր իրենց ընտանիքի անդամների կողմից վերցրած վարկերը զրոյացվում են, ինչը արվում է եւ ես չունեմ օրինակ, որը ասի այն մասին, որ որևէ բանկում այդպես չի արվում։ Ես դա կարծում եմ լավ քայլ է, գիտեք ինչ, դրանք փոքր գումարներ են եղել, քիչ շատ գումարներ են եղել, բանկերը մեղավոր չեն, որ դրանք փոքր գումարներ են եղել կամ միջին գումարներ են եղել, պարտադիր էր, որ մեծ գումարներ ունեն, բայց որոշումը ընդունված եւ դա շատ բարոյական է։ Թվային տվյալներ կան, քանի բանկ, քանի զինվոր զինծառայողի է օգնել։ Չէ, այդպեսի, գիտեք, դա շատ տգեղ կլիներ, հենց իսկ տգեղ կլիներ, եթե բանկերը սկսեին խոսել, թե մենք պատկերացնում եք, 3 զոհված ազատամարտիկի եւ 2 զոհված զինվորի ընտանիքների անդամների գումարները զրոյացրել են։ Պատերազմի ժամանակ ով կորուստ չի կրում, թող բանկերն էլ կրեն։